637 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը վստահված անձը կամ դիտորդը համարում են, որ քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը նախապատրաստման, քվեարկության եւ արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականը արձանագրի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը։ Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ազգային ժողովի Երևանի ավականու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից միայն թվով 607 տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում կատարվել են թվով 1218 գրառումներ, իսկ 1398 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում որևէ գրառում առկա չէ։ Բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կայացրել են որոշումներ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ, որոնցով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը 07/06/2026 թվականի արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները, որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա, մեկ բացառությամբ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ 13 որոշմամբ արձանագրվել է, որ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը 07/06/2026 թվականին արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա, բացառությամբ թիվ 12 կտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների։ Թիվ 12 կտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 12/06/2026 թվականի թիվ 14-ա որոշմամբ ճանաչվել են անվավեր։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումը ընտրությունների արդյունքները ամփոփող ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել ընտրության արդյունքները ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետից առնվազն 2 օր առաջ մինչև ժամը 18:00։ Ընտրությունների անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում եւ դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 2 դիմում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին։ Դիմումները ներկայացվել են Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի եւ Միասնության Թեբեկ կուսակցության կողմից։ Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի դիմումում նշվում է. Դրական օրենսգիր Սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է գնահատել հնարավոր է արդյոք դրանց հետևանքները վերացնել առանձին տեղամասերում քվեարկություն անցկացնելու միջոցով, եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել խախտումների հետևանքները, ապա ազգային ժողովի ընտրությունները անվավեր են ճանաչվում եւ նշանակվում են վերաքվեարկություն։ Սույն դիմումով ներկայացված հիմնարար խախտումները չեն սահմանափակում առանձին ընտրատաղի մասերով, վերաբերել են ընտրական գործընթացի բոլոր փուլերին, կրել են բազմակի եւ համակարգային բնույթ, ազդել են քաղաքական մրցակցության պայմանների, ընտրողների կամքի ձևավորման, քվեարկության եւ արդյունքների ամփոփման վրա։ Նման իրավիճակում ընտրական օրենսգիր Սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթները հաշվի առնելով, հիմք ընդունելով ողջ ներկայացված
փաստական եւ իրավական հանգամանքները, որոնք ուղղակիորեն վկայում են գործող մի շարք օրենքների ակնհայտ խախտումների մասին եւ որոնք կրել են կազմակերպված, զանգվածային, պարբերական ու համակարգված բնույթ, իապես ազդելով ինչպես առանձին տարածքներում քվեարկության, այնպես էլ ողջ ընտրական գործընթացի, ըստ այդմ էլ ընտրությունների արդյունքների վրա գտնում եմ, որ առկային անհրաժեշտ եւ լիարժեք հիմքեր եւ փաստական ու իրավական հիմնավորումները 2026 թվականի փետրվարի 7-ից մեկնարկած ԱԺ հերթական խորհրդանական ընտրությունների եւ հունիսի 7-ի քվեարկության օրը ավարտված ընտրության արդյունքների նկատմամբ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի կառուցակարգերի իրացման համար ներկայացնելով վերոգրյալը ներկայացվել են հետեւյալ պահանջները մեջբերում հիմք ընդունելով նաեւ հենց ԿԸ-ի կողմից արձանագրված սույն դիմումում ներկայացված խախտումները, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ձևակերպել ձեռնարկել միջոցներ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, պատճառաբանելով խախտումների շփման շրջանակը եւ կառուցակարգը։ Կետ 2 Վերաքվեարկություն անցկացնելու չհրաժարվելու եւ կամ իրացնելու դեպքում էական ընտրական խախտումների հետևանքները վերացնելու անհնարինության դեպքում արձանագրելով ներկայացված խախտումների արկայությունը եւ դրանք գնահատելով որպես ընտրական գործընթացի արդյունքների վրա ազդած էական եւ համակարգային խախտումներ ընտրական օրենքի սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի հիման վրա ազգային ժողովի ընտրությունների արդյունքները ճանաչել, անվավել եւ նշանակել ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն։ Սա դիմումի պահանջներ էր։ Դիմումի համառոտ ամփոփում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքների բազմաթիվ եւ համակարգային խախտումներ, մասնավորապես ընտրական գործընթացի նախնական փուլում իրականացվել են այնպիսի գործողություններ, որոնք խաթարել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների սկզբունքը, ընտրություններից անմիջապես առաջ իրականացված օրենսդրական եւ քաղաքական որոշումները, ինչպես նաև պետական, ֆինանսական եւ վարչական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ արձանագրված փաստերը ձևավորել են իշխող քաղաքական ուժի համար ակնհայտ առավելություններ։ Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր, որոնք ներառել են պետական եւ համայնքային մարմինների, կրթական հաստատությունների, պետական ծառայողների եւ այլ հանրային ռեսուրսների ներգրավումը քաղաքական գործընթացներում նույն հանգամանքները հետագայում արձանագրվել են նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից։ Ընտրական գործընթացի միջամտության առանձին դրսևորումներ են արձանագրվել նաև իրավապահ մարմինների գործողության շրջանակներում, քրեական վարույթների եւ նախաքննական նյութերի հրապարակման եղանակը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների հրապարակային շրջանառությունը, ինչպես նաև անմեղության կախավար կացի սկզբունքի անտեսումը օբյեկտիվորեն նպաստել են քաղաքական մրցակցության անհավասարության խորացմանը։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նաև ուղեկցել է վիրավորական, զրպարտչական եւ ատելության խոսք պարունակող քարոզչական նյութերի լայն տարածման միաժամանակ արձանագրվել են հանրային հեռուստաընկերության եւ տեսալուսողական մեդիայի ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հավասար եւ ոչ խտրական պայմաններ ապահովելու պարտականությունների պատշաճ չկատարման դեպքեր։ Քվեարկության եւ ձայների հաշվարկման փուլերում արձանագրվել են ընտրողների նույնականացման գործընթացի հետ կապված խնդիրներ, քվեարկության գաղտնիության պահպանման վերաբերյալ մտահոգություններ, զինծառայողների քվեարկության կազմակերպման հետ կապված խախտումներ, ընտրողների կամարտահայտության վրա հնարավոր ազդեցության դեպքեր, վերահաշվարկների արդյունքում բացահայտված անհամապատասխանություններ եւ այլ էական խախտումներ։ Նշված հանգամանքների զգալի մասը հաստատվել է նաև ԵԱԿ-ԺՄԻԿ միջազգային դիտորդական առաքելության կողմից, որը արձանագրել է վարչական ռեսուրսի օգտագործման, պետական եւ կուսակցական գործունեության չտարանշմատման, ընտրողների նկատմամբ ճնշումների, քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքում
ընթացակարգային խախտումների, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ հավասար հնարավորությունների սկզբունքի խաթարման վերաբերյալ մի շարք փաստեր։ Հետևաբար, սույն դիմումով ներկայացված փաստական տվյալները վկայում են ոչ թե առանձին եւ պատահական խախտումների, այլ ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում դրսևորված համակարգային խնդիրների առկայության մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ազատության, հավասարության եւ արդարության վրա։ Ընտրական գործընթացի նախնական փուլում հավասարության սկզբունքի խախտումները։ Ես քանի որ դիմումատուները այստեղ են, ես ամբողջությամբ ներառել եմ նախագծում ձեր դիմումում վերված բոլոր փաստարկները։ Կարիք կա ընթերցելու, ես ճիշտ ժամանակ ըստ էության ներկայացնելու կարիք որպես այդպեսին պարոն Վարդանյան չկա, բայց դուք ես կարող եմ 5 րոպե ժամանակ տրամադրել ընդամենը, եթե պետք է ներկայացնեք, ես շարունակեմ ընթերցել։ Ես պարոն Վարդանյան հասկացա մի բան, որ ես շարունակեմ ընթերցել։ Ազատ եւ արդար ընտրությունների կարևորագույն նախապայմաններից մեկը քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային պայմանների ապահովումն է։ Այս սկզբունքը